Ճապոնական գեղագիտությունը թեյի պարագաների, սեղանի սպասքի և ժամանակակից կերամիկական աշխատանքների միջոցով։ Հայաստանի պատմության թանգարանում շարունակվում է Յակիշիմե երկրային կերպարանափոխություններ խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը։ Առաջին անգամ Հայաստանում ներկայացվում է ճապոնական 900-ամյա խեցեգործական ավանդույթը, միջնադարից մինչև մեր օրեր հասած, ինչպես նաև ժամանակակից վարպետների ստեղծած ավելի քան 60 ցուցանմուշով։ Բոլորը պատրաստվել են նույն տեխնիկայով, բայց ինչպես տեսնում եք, նայած գույնից, ձևից, ֆորմայից դրանք շատ տարբեր են, եւ սա ցույց է տալիս, որ այդ տեխնոլոգիան ինչքանով կարող է նաեւ այսպիսի լայն հնարավորություն, ստեղծագործական նաեւ հնարավորություն ապահովել։ Յակիշիմեն յուրահատուկ խեցեղեն է, որը թրծվում է բարձր ջերմաստիճանում։ Այս ավանդական տեխնիկան մինչև օրս կիրառվում է Ճապոնիայում, հատկապես թեյի արարողությունների ժամանակ։ Օրինակ, այստեղ ունենք ցուցադրության առաջին երկու ամենահին նմուշները, որոնք միջնադարից են մեզ հասել եւ կրում են այս Յակիշիմե ավանդական տեխնոլոգիան։ Հայաստանում Ճապոնիայի դեսպանը նշում է, Յակիշիմեն պարզապես կերամիկա չէ, յուրաքանչյուր նմուշ պատմում է ճապոնական հնագույն մշակութային ժառանգության մասին։ Կարծում եմ հայ հանրությունը կարող է գնահատել պարզության մեջ դրսևորվող գեղեցկությունն ու այս նմուշների պատմական արժեքը։ Ցուցադրության կարևոր նպատակներից է ներկայացնել երկու երկրի պատմական ընդհանրությունները, ամրապնդել միջմշակութային երկխոսությունը։ Թանգարանները նաև այդ դրանով են շատ կարևոր կրթական տարածքներ, որ այս տարածքներում մենք կարողանանք այդ լեզվով երկխոսել, փոխանցել եւ նաև արժևորել, վերարժևորել տարբեր քաղաքակրթություններ, մշակույթներ ի նպաստ զարգացման, ի նպաստ բարի գործադրման։ Յակիշիմե երկրային կերպարանափոխություններ խորագրով ցուցահանդեսը 1.5 ամսում ունեցել է շուրջ 9000 այցելու։ Թանգարանի տնօրենի խոսքով այցելուների մեծ հոսքի հետաքրքրության շնորհիվ ցուցադրության ժամկետը երկարաձգվել է։ Յակիշիմեի դարավոր ավանդույթը Երևանում ներկայացված կլինի մինչև օգոստոսի 30-ը։ Շտապեք, եթե դեռ չեք հասցրել բացահայտել ճապոնական խեցեգործության ինքնատիպ արվեստի գաղտնիքները։ Հասմիկ Պողոսյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրերի համար։